Ալիևի պատերազմական սպառնալիքները նա որակել է կրակի հետ խաղ, շատ թափանցիկ ակնարկելով, որ այսօր Ադրբեջանի համար սոցիալ-տնտեսական մեծ խնդիրներ լուծող Բաքու-Ջեյան նավթամուղը ռազմական գործողությունների դեպքում կարող է դրվել հարվածի տակ։ Քերի Քավանոն Քիվեստյան գործընթացի անավարտ մնալու մասին խոսում է ակնհայտ ափսոսանքով եւ տխրությամբ։ 2001 թվականի Քիվեստյան օրերին կողմերն ցույց դրեցին, որ պատրաստ են կարգավորել հակամարտությունը, նշեց Քավանոն։ Կոսովոյի անկախությունը, Աբխազիայի եւ Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից, վերջերս էլ ավելացավ Սուդանի հանրաքվեն, այս բոլորը հայկական կողմի համար շահավետ զարգացումներ են, մինչդեռ Ադրբեջանն էլ իր հերթին մեծացնում է ռազմական բյուջեն, հայտարարեց Կարնեգի կենտրոնի փորձագետ Սև այգի գրքի հեղինակ Թոմ Դևալը։ Միջազգային ճգնաժամային խումբը միայն նախորդ տարի Իլհամ Ալիևի կողմից հնչեցրած 10 ռազմաշունչ հայտարարություն է հաշվել, հայերը հանդիսանալով հաղթած կողմ ավելի զուսպ են։ Առաջինը, ինչ ես կառաջարկեի, հաստատել ռազմական հռետորության հրադադար։ Կարծում եմ միջազգային հանրությունը պետք է աշխատի, որ ռազմամոլ հայտարարությունները անհետևանք չմնան եւ որ միջազգային քաղաքական գործիչները հակազդեն ռազմաշունչ հռետորաբանությանը։ Ներկաներից մեկը լուրջ կասկած հայտնեց, թե նոր պատերազմի դեպքում ադրբեջանցիները կարող են հաղթել։ Ադրբեջանն ընդհանրապես իր ամբողջ պատմության ընթացքում ռազմական որևէ հաղթանակ չի տարել։ Ի տարբերություն Հայաստանի, որն ունի ռազմական ավանդույթներ, շեշտեց մասնակիցը, հետաքրքրվելով, արդյոք հնարավոր է, որ Բաքուն պատերազմ սկսի, թեկուզ եւ նախապես իմանալով, որ պարտվելու է։ Պաշտոնաթող դիվանագետ Ջեֆ Գոլդշտեյնի պատասխանը վկայում է, որ թեև Ադրբեջանը նավթադոլարների հաշվին շարունակ գրքեր է տպում, հեղաթյուրելով իր եւ ողջ տարածաշրջանի պատմությունը, սակայն մասնագետներն իրենց գիտելիքները քաղում են ամենևին ոչ Ալիևյան հիմնադրամի տպած այս անիմաստ շարադրություններից, դիմելով սրահում ներկա ադրբեջանցիներին, Գոլդշտեյնը շատ կտրուկ ասաց. Ադրբեջանը պետականության շատ կարճատև պատմություն ունի եւ այդ կարճատև պատմության ամենաառանցքային էջը Ղարաբաղյան պատերազմում ձեր կրած պարտությունն էր։ I'm not sure how losing a second war would give you more confidence. Ես չգիտեմ, թե երկրորդ պարտությունը ձեզ որքանով ավելի ինքնավստահ կդարձնի։ Բաքու-Ջեյհանը սոցիալական լուրջ նշանակություն ունի, քանի որ ստացվող եկամուտները օգտագործվում են կյանքի որակի բարելավման ուղղությամբ։ Եթե կորցնեք նավթատարը, կկորցնեք նաև այդ հնարավորությունը եւ ընդհանրապես, ովքեր Ադրբեջանում խոսում են պատերազմի վերսկսման մասին, պարզապես կրակի հետ են խաղում։ Հայ-թուրքական սահմանի փակ լինելը չի կարող Հայաստանի զիջումների մղել Արցախի ինքնորոշման հարցում, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը ներկաներին նաև հիշեցրեց բոլորովին վերջերս Բաքվի արած աննախադեպ հայտարարությունը Ղարաբաղ թռչող քաղաքացիական օդանավերին հարվածելու մասին։ Թոմ Դևալի դիրքորոշումը միանշանակ էր։ Բացարձակապես անընդունելի է սպառնալ քաղաքացիական օդանավերին, տեղին է հիշել Կիպրոսի օրինակը, կղզու երկու հատվածներում օդանավերը երթևեկում են առանց որևէ պրոբլեմի։ Դևալը նաև հայտարարեց, որ Լաչինի կարգավիճակը տարբեր է մյուս շրջաններից եւ կոչարեց ինչպես միջազգային էներգետիկ լոբբիներին, այնպես էլ հակամարտող կողմերի համար Վաշինգտոնում աշխատող մյուս լոբբիստներին ուժեղացնել աշխատանքն իր խաղաղության պահպանման։ Ջեֆ Գոլդշտեյնը ժամանակին աշխատել էր մեկ այլ համանախագահ Ռուդոլֆ Փերինայի հետ, որը մի անգամ ասել էր, որ միջազգային հանրությունը պատրաստ չէ ճանաչել Աբխազիայի կամ Օսիայի անկախությունը, սակայն Ղարաբաղի պարագան փոքր-ինչ այլ է։ Մեկնաբանելով իր ավագ գործընկերոջ այս խոսքը, Գոլդշտեյնը ասաց. Մենք Ղարաբաղը դիտարկում ենք որպես միջազգային հակամարտություն, որտեղ կողմերից մեկը շեշտ է դնում է ինքնորոշման իրավունքի, մյուսը տարածքային ամբողջականության վրա, սակայն Աբխազիան կամ Օսիան Վրաստանի ներքին խնդիրն են, որի պարագայում մենք միանշանակ աջակցում ենք տարածքային ամբողջականությանը։ Հրաժեշտից առաջ ադրբեջանցի ներկաներին վերջին անգամ տխրեցրեց դիվանագետ Գոլդշտեյնը։ Հայկարամ Նահապետյան, Հայլուր, Վաշինգտոն։ Ներքաղաքական շաբաթը եւս 7 օրով մոտեցրեց գալիք մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Այդ տրամաբանության մեջ քաղաքական կյանքը մեր երկրում մի փոքր էլ ակտիվացավ ու այս շաբաթ այն հիմնականում կառուցվեց ընդդիմադիր ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի ու դրա մասին մեկ այլ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ հեռակա, բայց եւ աննախադեպ կոշտ բանավեճի շուրջ։ Ծոմ ազատության կարգախոսով 15 օր մայրաքաղաքի ազատության հրապարակում անցկացնելուց հետո Ռաֆի Հովհաննիսյանը դադարեցրեց այն, հետևելով, ինչպես ինքն ասաց, մի
կողմից բժիշկների, մյուս կողմից էլ իրեն ուղղված հազարավոր քաղաքացիների հորդորներին ու այն նվիրեց Հայաստանի ու Արցախի անկախության 20-ամյակին, որ տոնելու ենք այս տարի։ Ժառանգության առաջնորդն ասաց, որ հացադուլի դադարեցմամբ ավարտվում է պայքարի առաջին փուլը միայն, եւ իրեն զորակցող քաղաքացիների հետ միասին շարունակելու են պայքարը գնահատական տալու հանրապետություն ստեղծված իրավիճակին, իշխանությունների գործունեությանն ու անդիմության ներսում առկա մթնոլորտին։ Անդրադառնալով գալիք պայքարին, Ռաֆի Հովհաննիսյանը նշեց, որ այդ պայքարում չի լինելու ազատամարտիկ կամ հետնապահ, չի լինելու ընդգծված առաջնորդ, չի լինելու անտեսված եւ ոչ մի քաղաքացի։ Ժառանգության առաջնորդը բերեց Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման գաղափարախոս փիլիսոփա Մահատմա Գանդին. սկզբում քեզ արհամարում են, հետո քեզ վրացի ծաղում են, հետո քո դեմ պայքարում են, հետո դու հաղթում ես։ Շաբաթը տնտեսական լուրերի անսպասելի լրահոս ապահովեց, որը համատարած ու տևական թանկացումներից հետո այնքան անսովոր էր, որ առաջին հայացքից նույնիսկ խորթ ու անիրական էր թվում, որովհետև դժվար է հավատալ, որ ջուրը Երևանում թեկուզ եւ սիմվոլիկ, բայց կեժանանա։ Եթե քաղաքաբնակները զարմացած էին ջրի գնի փոփոխությունից, ապա մարզերում գյուղատնտեսական վարկերի։ Հողագործները իսկապես զարմացած էին, ինչպես պատահեց, որ բանկերը դոլարի փոխարեն համաձայնեցին փող տալ դրամով, մինչև 24%-ի հասնող տոկոսադրույքի փոխարեն էլ ընդամենը 10%-ով։ Զարմանալի է, թե ինչու մեր բանկային համակարգը նման քայլի չէր դիմում նախորդ տարի, երբ գյուղ ոլորտում անկումը ուղղակի սարսափելի էր եւ սայլը տեղի շարժվեց միայն հայտնի խորհրդակցության ժամանակ նախագահ Սարգսյանի քննադատական ու կտրուկ ձևակերպումներից հետո։ Սա լինելու է գյուղատնտեսության, գյուղի եւ հողի մարդու տարի, հայտարարեց նախագահ Սարգսյանը, խոստանալով անձամբ զբաղվել ոլորտով, անձամբ հետևել ու մասնակցել խնդիրների լուծմանը։ Մենք սովոր ենք քաղաքաբնակները, գուցե գործի դժվարություն ունենան, գուցե հացի խնդիր, բայց որ գյուղացին խեղճանա, դա արդեն մտահոգիչ է։ Հենց այդ պատճառով այս շաբաթ մարզերում էին տարբեր տրամաչափի պետական պաշտոնյաներ, արդյունքում բյուրեղացվում է այն առաջնահերթությունների ցանկը, որը կառավարությունը իրականացնելու է։ Դրանցից առաջնայինը գյուղատնտեսության վարկավորումն է։ Ագարակատերերը վարկը վերցնում էին դոլարով, տարեկան մինչև 24%։ Արդեն վաղվանից սկսած ընտրված բանկերն առաջարկելու են վարկեր ազգային դրամով ու պետության սուբսիդավորման հաշվին ընդամենը 10%-ով։ Մեր տնտեսական լրագրող Հերմինե Բաղդասարյանի հաշվարկով հենց թանկ վարկերն էին տալիս թանկ գյուղմթեր, տոկոսները նվազելը կնպաստի ծավալի ավելացմանը, հետևաբար գնի նվազեցմանը։ Երկրորդ ամենակարևոր խնդիրը պարարտանյութի էժանացումն է։ Կառավարությունը հատուկ սուբսիդիաներ է հատկացրել հայրենական արտադրողներին, ավելին նրանցից մի քանիսի հետ պայմանավորվել է, որ սահմանամերձ ու առավել անապահով համայնքների համար պարարտանյութը կտան, բայց գումարը կվերցնեն միայն կես տարի անց։ Շուկայում խնձորը 1000, կարտոֆիլը 300 դրամ չդառնար, գյուղացուն հիշող չէր լինելու, չէ, երեսով է տալիս հողի վրա կրացած հովտաշենցին։ Մարգերում շարած սերմը կնոջ եւ մոր ոսկեղենն է, բանկում գրավ է դրել, որ 24%-ով վարկ տան սերմացու կարտոֆիլ առնի։ Պետք է գյուղացու ավրանքը թանկ լինի, որ գյուղացին կարենա վերցած վարկը փակի։ Այգիներում այս պահին ում հանդիպես վարկով է ցանկանում, Միրգ Բանջարեղենն անցած տարի թանկ են վաճառել, բայց եկամուտը հազիվ հերեկել է բանկի պարտքերը տան։ Փողը փակել են ու անմիջապես էլ նորը վերցրել, անգամ չեն էլ ճշտում տոկոսը փոխվել է թե չէ, որ գյուղացու աչքին վարկը թանկ չթվա, բանկերը հաճախորդին տոկոսադրույքն ամսվա կտրվածքով են ասում։ Չգիտեք քանի տոկոսով եք ախր վարկը։ 27-ով այդ է։ Ամիսը ստացվում է տարեկան տոկոսադրույքը 24%-ից ավելի է։ Եթե այդ գնով փող վերցնի, դրանով պարկ 9000-ով պարարտանյութ գնի, դաշնել ժամը 1600 դրամ արժեքով մի քանի անգամ ջրի, ծախսերը փակելու համար խաղողը 300 դրամից պակաս չպետք է մթերեն։ Փող չկա, բերքը պակասել է, այգին դրել են վաճառքի։ Քո դաշտի վրա էլ է գրած վաճառում։ Ծախում եմ, բա ինչ անեմ, ծախեմ։ Ինչի։ Բա չեք կարող մշակել, օգուտ չկա։ Գյուղացին պոմիդորի համար փող է ուզում 7 ամսով ենք տալի, ցորենի համար 14, կարտոֆիլի վարկը 16 ամսով է, թվարկում է Հայաստանի ամենագյուղական բանկի ղեկավարը։ Երկրում բաժանված ագրարային վարկերի կեսը 30 միլիարդ դրամ ԱԳԲ-ի պորտֆելն է։ Եթե խոշոր եղջյուրավոր անասունների համար 7 տարով էլ ենք տալիս։ Եթե այգիներ են հիմնում 5-ից 7 տարով տալիս ենք։ Եվ սրանք բան են, այսինքն հեքիաթներ չեն։ Հեքիաթ չէ, բանկերը վարկ գյուղացուն տալիս են, բայց թույլատրելի առավելագույն 24%-ով եւ շատ հաճախ դոլարով։ Ցրտահարություն լինի, թե դոլարի կուրսը բարձրանա, տուժողն այգեգործն է։ Ստացվում է վարկը ոչ թե 24, այլ 30%-ից էլ թանկ է գալիս։ Դոլարով են տալի, մենք ասում ենք դրամով տվեք, ասում են չէ, չի լինի։ Փոխանակումն էլ ձևակերպում են տեղել իրանք տոկոսները եւ 2600 դոլար վերցրել եմ 300 դոլար հետ վերադարձնեմ։ Թանկ գյուղատնտեսության պատճառը թանկ վարկերն են։ Մարտի 11-ի հայտնի հանդիպմանը երկրի ֆինանսական պատասխանատուներին իրավիճակն արագ շտկելու հանձնարարություն տվեց հանրապետության նախագահը։ Պարոն Ջավադյան,
ինքներդ եք ինձ ասել, որ ինֆլյացիայի հարցում գյուղատնտեսությունը շատ մեծ նշանակություն ունի։ Բա որ մեծ նշանակություն ունի, ինչու ավելի հետևողականորեն չենք զբաղվում գյուղով։ Գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմամբ։ Ընդամենը 20 օր անց կառավարության նիստում հաստատվեց Կենտրոնական բանկը 5 միլիարդ դրամ գումար կտա առևտրային բանկերին, գյուղացիներին դրամով եւ առավելագույնը 10%-ով վարկեր հասցնելու համար։ Երկուշաբթի օրվանից արդեն 4 բանկ, որոնք ընդգրկված են, ցանկություն են հայտնել ընդգրկվելու այս ծրագրին, դա ուրեմն առաջի հերթին Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Կոնվերս բանկ, Էկանոմ բանկ եւ Արշին Ինվեստ բանկ կկնքեն համապատասխան պայմանագրեր, որոնց ներքո կսկսեն վարկավորել գյուղական տնտեսություններին ողջ Հայաստանի տարածքում։ Պետական աջակցության վարկերը լինելու են մինչև 3 միլիոն դրամ 2 տարի մարման ժամկետով, որից առաջին 6 ամիսն արտոնյալ առանց տոկոսի։ Դիմողներին նախ այդ փողը կառաջարկեն, խոստանում է Ագբայի ղեկավարը, բայց եւ պնդում բանկի թանկ գումարներն էլ պահանջարկ ունեն, ասում է։ Չմոռանանք, որ գյուղերում մարդիկ տոկոսով փող են վերցնում, ամիսը 5-ից 6%-ով։ Տարվա կտրվածքով դա 60%-ից անցնում է։ Վարկավորման օրինակ տոկոսադրույքները օրինակ երբեք չեն լինում ցածր։ Ինչ տոկոսով էլ որ դուք առաջարկեք այդ վարկերը, մեր հաճախորդները միշտ ուզենալու են, որ այդ տոկոսները ավելի ցածր լինեն։ Եվ դա օբյեկտիվ է։ 10-ը բնականաբար ցածր է։ Բնականաբար ցածր է եւ 10-ի նկատմամբ 2-ն է ցածր։ Նոր վարկի լուրը գյուղացիներին ողջևորել է նախ այն պատճառով, որ պարտքը դրամով վերցնելու են, դրամով հետ տան, թե չէ 3 ամսվա ընթացքում յուրաքանչյուր դոլարի հաշվով արդեն 20 դրամ տուժել են։ Ես 350-ով այդ դոլարը վերցնելուց փոխանակել եմ, հիմա 370-ա, 20 դրամը տեղ գնաց։ Հենց գալիս է տոկոսների շատ է դոլար դրամի տատանումն է տալի, այդ է վատը։ Դրամով ավելի շահ եք անկնում։ Դրամով դրամ վերցնում ես, դրամ տալում ես, դրամը չի կորում։ Ագբային իդեպ գյուղացիները դեռ հայփող բանկ են անվանում ու պնդում, եթե անդամ են, ասված է ֆինանսական այլ կազմակերպությունից գումար չվերցնել, որքան էլ տոկոսները գայթակղիչ չլինեն։ Վերջնագրերին այլևս բանի տեղ դնող չի լինի։ 24%-անոց դոլարային առաջարկի համեմատ 10%-անոց դրամային վարկերը գյուղացու ֆինանսական կյանքը մոտ 2.5 անգամ թեթևացնելու են։ Հիմա որ տային, հենց հիմա մոտ ավարապես 2 միլիոն պետք էր, որից հողերը դնենք անենք, 22 հեկտար ձմերուկ ենք ստետնեմ։ Ինչպես ստացվեց, որ բանկերը մի քանի տարի է իբրև թե ուզում, բայց չէին կարողանում գյուղվարկերն էժանացնել, հիմա 20 օրում գործը գլուխ բերեցին, գլխավոր դրամատունը չի մեկնաբանում։ Բանկերի ասոցիացիայի ղեկավարը կանխատեսում է, ինչպես հիփոթեկի դեպքում շուկան կարգավորվեց, այս հարցն էլ կլուծվի, կարևորը սառույցը տեղից շարժվեց։ Այս ծրագրերը կբերեն նրան, որ գյուղատնտեսության տոկոսադրույքները կիշն են։ Ինձ թվում է այո։ Որ գյուղացու բաժին փողի տոկոսները մեծ չլինեն, շուկայի միրգն ու բանջարեղենն այդքան չի թանկանա, վստահեցնում են գյուղացիները։ Իրենք առևտրի ծավալով կշահեն, սպառողը գնով։ Թող հարմար գնով մենք սերմացուն առնենք, պարատանույթն առնենք, թուրնակիմիկատն առնենք, բերքն էլ էժան ծախենք։ Նախանցած տարի 50-60-40 դրամ ենք ծախե կարտոշկեն։ Մեր անցած տարի ենք լավ ծախե։ Գյուղացիների սիրտը հիմա միայն բանկերը չէ, որ փորձում են շահել։ Թանկ թունաքիմիկատներ վաճառողներին դարձյալ պետության աջակցությամբ այլընտրանքի առաջարկում տեղական արտադրողը։ SIS 95-ին կառավարությունը 50 միլիոն դրամ է տվել գյուղացուն օրգանիկ պարարտանյութ մատակարարելու համար։ Շիշը 2500 դրամ արժե։ Մոտավորապես այս մի շիշը փոխարինում է 1 պարկ ազոտային սելիտր։ Մեկ շիշը։ Հեկտարին պետք է 10 այսպեսի շիշ, որը բացվում է ջրով, մոտավորապես 600 լիտր ջրի մեջ, եւ ոնց որ թունաքիմիկատները տարածվում է հողի վրա։ Ազոթեովիտ 1 կենսապարարտանյութը լաբորատորիայում աճող տաք դեղից բացի մի քանի տարի է ուժ է տալիս նաեւ Արարատյան դաշտի շատ այգիների։ Գյուտը փորձարկված է ու պատենտավորված աշխարհի մասշտաբով։ Պարարտանյութը կոմպլեքս ունիվերսալ պարարտանյութ է, որը նաև բավարարում է ազոտի, ֆոսֆորի, կալիումի, ցանկացած միկրո եւ մակրո տարրերի, որոնք անհրաժեշտ են բույսին եւ հողին։ Պարարտանյութը սահմանամերձ ու առավել անապահով մի շարք բնակավայրերի գյուղացիներին տրամադրվելու է դրա գումարը 6 ամիս հետո բերքահավաքելու ժամանակ վճարելու պայմանով։ Ընտանիքին ճիկերակրող անմշակ թողած հողերից խռոված մարդկանց բախտը այգիների ու ծաղիկ կովի հետ նորից կապելու հույսով կառավարությունը խոստանում է։
Առաջիկայում հատուկ հոգատարություն է ցուցաբերելու գյուղատնտեսության նկատմամբ։ Գյուղացու համար այդ վարկերը կլինեն 10%-ով։ Կա նաև 225 համայնք, որոնք ընդգրկված են առավել աղքատ ցուցակում, այդ համայնքները, որոնց համար կսուբսիդավորվի 6% տոկոսադրույքով, այսինքն վարկը կլինի 8%-ով գյուղացիների համար։ Վարկերն էժանացել են, հին պարտքերը մարելու համար արտագնա աշխատանքի գնացած բարեկամներին պետք է զանգել, հետ կանչել։ Հիմա մեր գյուղերում էլ հնարավոր կդառնա